Նոնա Սաֆարյանը շարունակում է ակտիվորեն զարգացնել իր ստեղծագործական կարիերան ինչպես հեռուստատեսության, այնպես էլ երաժշտական ոլորտում։ Վերջին շրջանում դերասանուհին մշտապես ներկայանում է նոր նախագծերով, մշտապես փնտրելով ինքնաարտահայտման նոր ուղիներ։ Նրա տաղանդը, աշխատասիրությունն ու բազմաբնույթ հետաքրքրությունները նրան դարձնում են յուրահատուկ դեմք ժամանակակից հայկական շոու բիզնեսում։ Վերջերս հայտնի դարձավ, որ Նոնա Սաֆարյանը կնկարահանվի Հայկ Հունանյանի նոր տեսահոլովակում։ Հիշեցնենք, որ Հայկ Հունանյանը ևս նկարահանվել է Ծաղիկներ ձյան տակ հեռուստասերիալում, ինչպես Նոնա Սաֆարյանը։ Հայկ Հունանյանն հեռուստասերիալում մարմնավորում էր Էմիլի կերպարը, որը ցավոք սրտի շատ շուտ ավարտեց իր նկարահանումները և Էմիլի կերպարը մահացավ։ Նրա ներկայությունը տեսահոլովակներում արդեն իսկ ստեղծում է հուզական մթնոլորտ, քանի որ նա կարողանում է ոչ միայն գեղեցիկ ներկայանալ կադրում, այլև կերպարի խորությամբ փոխանցել պատմություն, անկախ այն բանից խոսքը արդյոք սիրո, կարոտի, մայրական ջերմության կամ ուժեղ կնոջ կերպարի մասին է։ Նոր տեսահոլովակի նկարահանումները ներկայումս ակտիվ փուլում են։ Հայկ Հունանյանի երաժշտական ստեղծագործությունը ըստ նախնական տեղեկությունների լինելու է զգացմունքային, որի կենտրոնում սերն է, հոգատարությունը և հավատարմությունը։ Այդ է պատճառը, որ հենց Նոնա Սաֆարյանն է ընտրվել գլխավոր կերպարը մարմնավորող։ Նրա խաղային փորձը և կերպարային զգայուն ընկալումը դարձնում են նրան իդեալական ընտրություն նմանատիպ սյուժեների համար։ Հայտնի է, որ Նոնան տեսահոլովակում մարմնավորելու է սիրահարված զույգի։ Նշենք, որ սա Նոնա Սաֆարյանի առաջին փորձը չէ տեսահոլովակում նկարահանվելու, նա նկարահանվել է մի շարք տեսահոլովակներում։ Բացի երաժշտական նախագծերից, Նոնա Սաֆարյանը շարունակում է նկարահանվել նաև հեռուստասերիալում։ Նրա մասնակցությամբ «Ծովաչքերի պատճառով» հեռուստասերիալը ըստ աղբյուրների մեծ ճանաչում է գտել հանդիսատեսի շրջանում և նրա կերպարի խորության, վստահության և կերպարային բազմաշերտության շնորհիվ։ Նոնան երբեք չի սահմանափակվում միայն տեսական խաղով, նա կերպարներին մոտենում է խորը ուսումնասիրությամբ, փորձելով հասկանալ ոչ միայն գործողությունները, այլև դրանց հետևում կանգնած շարժառիթները։ Նրա շնորհիվ նրա կերպարները միշտ լինում են լիարժեք, մարդկային և հանդիսատեսին մոտ։ Նրա մոտեցումը արվեստին միշտ հենված է մարդկային հույզերի, զգական ապրումների վրա։ Նոնան բազմիցս ընդգծել է՝ իր համար ամենակարևորն այն է, որ հանդիսատեսը կարողանա ինքն իրեն տեսնել իր կերպարներում։ Այս մոտեցումը նրան առանձնացնում է և դարձնում պահանջված թե ռեժիսորների, թե հանդիսատեսի կողմից։ Նոնա Սաֆարյանի մասնակցությամբ նոր տեսահոլովակը վստահաբար դառնալու է ևս մեկ կարևոր քայլ նրա բազմաբովանդակ գործունեության մեջ։ Նրա պրոֆեսիոնալիզմը, նվիրվածությունն ու գեղարվեստական համն ու հոտը խոստանում են հետաքրքիր ու հիշվող տեսանյութ։ Մնում է սպասել պրեմիերային, որպեսզի վայելենք այն ևս մեկ անգամ։ Նոնա Սաֆարյանը երիտասարդ, բայց արդեն հեռուստադիտողի կողմից սիրված դերասանուհի է։ Թեև նա նոր է հեռուստատեսային նախագծերում, բայց իր խաղով և կերպարային զգացողությամբ անմիջապես գրավում է ուշադրություն։ Վանաձորից է, ունի թատերական փորձ, ինչն էլ հիմք է դարձել նրա վարպետ դերասանական խաղի։ «Ծովաչքերի պատճառով» հեռուստասերիալում նա մարմնավորում է Սառային, ով դարձել է սիրված կերպար իր խորը հույզերով և կանացի նրբությամբ։ Նրա մարմնավորած Սառան «Ծովաչքերի պատճառով» հեռուստասերիալում մի կին է, ով իր հայացքով կարող է պատմել մի ամբողջ պատմություն։ Նոնան չի խաղում հերոսուհուն, նա ապրում է նրա կյանքը։ Նրա կերպարը հիշվում է ոչ միայն սցենարային իրադարձություններով, այլ նրա լուռ տխրությամբ, ժպիտով, հայացքով, որը լցնում է սյուժեի ամեն պահ։ Հեռուստադիտողն անմիջապես սիրեց Նոնա Սաֆարյանի կերպարը։ Սառան կապույտ աչքերով, նրբանկատ, անցյալի դաժան պատմությամբ դարձավ սերիալի սիրված կերպարներից մեկը։ Նոնայի պարզությունն ու անկեղծությունը նաև սոցիալական հարթակներում նրան դարձրեց հանրության սիրելի դեմքերից մեկը։ Նրա հրապարակումները հաճախ են ոգեշնչում։ Նոնա Սաֆարյանն իր խաղով շեշտեց, որ նոր սերնդի դերասանուհիները կարող են լինել ոչ միայն գեղեցիկ, այլև խորը բովանդակությամբ լի։ «Ծովաչքերի պատճառով» սերիալում նրա կերպարը շեշտում է ընտանիքի, սիրո, ներողամտության և կնոջ ուժի մասին թեմաները։ Նոնան այն դերասանուհին է, ում խաղը ոչ միայն դիտում են, այլ զգում։ Նշենք, որ Նոնա Սաֆարյանը ոչ միայն դերասանուհի է, այլ նաև դասավանդում է բեմական խոսք և դերասանական վարպետություն։ Նա Վանաձորի Հովհաննես
Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնից է, որտեղից էլ սկսել է իր ստեղծագործական ուղին։ Նա մասնակցել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպված Թատերական լոռի երիտասարդական թատերական մրցույթ փառատոնին և արժանացել է մրցանակի որպես լավագույն կանանց դերը մարմնավորող։ Նոնա Սաֆարյանի գործունեությունը համադրում է կրթական ոլորտը և թատերարվեստը նոր սերնդին փոխանցելով իր փորձն ու մասնագիտական հմտությունները։ Իսկ դուք դիտում եք նրա մասնակցությամբ «Ծովաչքերի պատճառով» հեռուստասերիալը։ Եթե այո, ապա անպայման գրեք ձեր կարծիքները դերասանուհու մարմնավորած կերպարի և հենց դերասանուհու մասին։ Գրեք նաև, թե «Ծովաչքերի պատճառով» հեռուստասերիալում նկարահանվող որ դերասանի կամ կերպարի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։